Մարզի խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված համայնքներից մեկն է։ Համայնքապետ Ռոբերտ Գալստյանը կարծում է, որ խոշորացման ծրագրից մարզը կշահի այն դեպքում միայն, եթե գյուղում առկա մի շարք խնդիրներ լուծում ստանան։ Գիտենք, որ ինչ-որ դրամական հոտ պետք է լինի համայնքներում մեծ գումարի ծրագիր պետք է անվի, էլի։ Եթե դա իրականությունը լինի, ըստ հիմա խանգարող բան չի լինի, էլի։ Ունակ մարդ համայնքի մասին կարամ ասեմ, որ ասեցի ջրագծի վերանորոգում, կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում, ունենք փողոցային լույս, բայց 100%-ով չի, մնացած փողոցները արվի։ Եթե կարևոր հիմնախնդիրները իհարկե լուծվի, իսկ հիմա դրական կարող լինի։ Իսկ եթե դրանք չլինեն, ավելի վատ վիճակում կհայտնենք։ Այս բան դեռևս պարզ չէ համայնքը կենտրոնում ներկայացուցիչ ունենալու է, թե ոչ, համայնքապետին հուզում է նաև այն հարցը, թե ներկայացուցիչ լինելու դեպքում էլ նա ինչ լիազորություններ է ունենալու։ Խնդիրի բարձրացում այդ խնդիրը արդեն համայնքապետը կլսի այդ ներկայացուցիչի ասածը, կանցնի ասածը, չի անցնի, դե պարզ է, որ գյուղի բնակիչը, անունը տնենք ներկայացուցիչ, թե ավականի, նա ավելի շատ խնդիրների ծանոթ կարող լինի, էլի։ Այս պահին ես գնացել եմ մի 3 կիլոմետր, էլի ջրագիծ էր փչացել, ընդեղից եմ գալի, բայց արդեն համայնք է, ընդունենք Աթանի բնակիչը դառա մեր համայնքապետը, նա ինչքանով կարա այդ ցավերին տեղյակ լինի, այսինքն պետք է ներկայացուցիչ գոնե իր ասածը հասանելի կայանադարձնի։ Գյուղապետարանը 6 աշխատակից ունի։ Ծրագրի իրականացումից հետո չի բացառվում, որ նրանք կկորցնեն իրենց աշխատանքը։ Այս հարցը չէ սակայն ամենաշատը հուզում Մարզի գյուղապետարանի հողաշինության առաջին կարգի մասնագետ Լևոն Հովհաննիսյանին, ով խոշորացման ծրագրի մասին որպես համայնքի բնակիչ միանշանակ բացասական կարծիք ունի։ Ես հիշում եմ, որ սովետական շրջանում եղել է ասենց, որ ասենք ունեցել ենք ասենք, մեր գյուղը, դսեղը, քարինջը, չկալով միասին եղել է կոմպլեկտ։ Մի փաստաթղթի համար, մի տեղեկանքի համար։ Ոտքով ստեղից հասել են ընդեղից ոտքով այդ օրը չի ստացվել, թե ասենք կնիքի հարցայել է, թե տվյալ աշխատողը չի ընդեղել են։ Մարդիկ չեն կարացել օգտվել այդ օրը, իրանց մի օրը ծախսել են, հաջորդ օրն էլ ես իմ ստացվել է, թե չէ, ահավին քաշքշուկների գործ է դառնում։ Հողաշինարարը նույն խնդրի առաջ կանգնելու վտանգ տեսնում է նաև այս ծրագրի իրականացումից հետո։ Փաստաթղթային հարցեր լինելու դեպքում կենտրոն հասնելու համար փոխադրամիջոցի խնդիր է առաջանալու։ Այժմ գյուղից քաղաք գնացող ավտոբուսը շաբաթվա մեջ 1 կամ 2 անգամ է աշխատում, այն էլ ոչ կանոնավոր, նախատեսված կոնկրետ օրեր չկան։ Վերցնենք 65-70 տարեկան, 75 տարեկան մարդը, Սարից Իշնիստեղ, իր մի հարցի շուրջ, գյուղում չկա մարդ, ասենք, որ նա լիարժեք հարցին պատասխանի։ Նա պետք է նորից ինչ-որ ճանապարհացնի, որ հասնի այդ կենտրոնը, որտեղ նախատեսված է։ Իսկ կենտրոնում էլ վդրուկ մարդ չկա։ Նա հասնի, իր ամբողջ օրը կորցնի հասնի դեղ, արդեն երկու օր աշխատանքային կորցնում է մնա։ Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման հարցը կվճռվի մայիսի 17-ին հանրաքվեով։ Եթե ժողովուրդը կողմ քվեարկի այս ծրագրին, Քարինջ, Լորուտ, Աթան, Շամուտ, Մարզ, Ահնիձոր համայնքները կդառնան մեկ վարչական միավոր, որի կենտրոնը կլինի Թումանյան քաղաքը։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։